Իմպիչմենտի գործընթացը այս կալանավորման հետևանքով արդյոք կանգնելու է թե ոչ, թեև նշում են մասնագիտական շրջանակները, որ իրավական առումով գործընթացը չի տուժելու։ Այդուհանդերձ հետագա անելիքները որոնք են, նոր թեկնածուի փնտրտուք, թե օրինակ փողոցի գեներացում, ինչի մասին չեք բացառել նաև դուք ձեր ուժը։ Իրավական առումով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ, բնականաբար այս իրավիճակում իշխանություն լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում է, փորձում է գործընթացը հնարավորինս հարվածների եւ թիրախավորման տակ պահել, բայց այսօր ստեղծված իրավիճակում, հատկապես իշխանության նախաձեռնած այս հետապնդումների եւ զանգվածային հետապնդումների պայմաններում, կարծում եմ միջև ընտրական պրոցեսներ այս իշխանությանը պարզապես իշխանությունից զրկելը շատ ավելի ակտուալ է դարձել եւ նաեւ մարդկանց մեջ ամրապնդել է այն մոտեցումը, որ իշխանությունը միջև ընտրություններ փորձելու էր խնդիրը լուծել, սահմանափակել բոլոր այն ուժերի հնարավորությունները կամ մասնակցությունը ընտրություններում, ովքեր կարող են ինչ-որ ձևով մրցակցություն ստեղծել կամ 50+1-ի համար հնարավորություն ստեղծել եւ դաշտը անընդհատ մաքրվելու է։ Այս համատեքստում նաեւ ուզում եմ եւս մեկ անգամ նշել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք աննախադեպ են եւ աննախադեպ են նաեւ հայաստանյան պայմաններում, բայց հայ առաքելական եկեղեցին իշխանության համար դիտարկվում է որպես երկրի հասարակության համերաշխությունը եւ կենսունակությունը ապահովող կարևոր ինստիտուտ եւ իշխանությունը նրան դիտարկում է նաեւ այս տեսանկյունից նաեւ մրցակից։ Նիկոլ Փաշինյանի համար չպետք է լինեն հեղինակություններ, դրանք կլինեն ինստիտուտների ձևով, կլինեն որպես գործիչներ հասարակական եւ քաղաքական եւ այս պայմաններում անընդհատ այս հարվածները բոլոր ճակատներով իշխանության կողմից ակնհայտորեն շարունակվելու են։